Ой, թաղեմ ես դրանց այդ անդեր պրոշնին։ Կտրատեն դանակոպրցնեն։ Անելու բանա, դուրը տա գալի դա այդ բաները։ Ես չեմ սիրում, ես չգիտեմ։ Ես շատ վատանում եմ։ Ու ասմախի դանելա բանա որ անում են։ Ասմախի դուրը տա գալի։ Ինչ կա Աստվածը քեզ տվելա, դա հենց էլ մնա։ Ծնկներին տալիս նոր վրա հասած ժամանակներն անիծում երեսն է պոկում աղունտատը, երբ իր խոսքով ուրիշ տեղերից եկած այլանդակություններն է տեսնում։ Փքված շուրթեր, կրծքեր ու այլ բարեմասնություններ տեսնելուց հետո իր տատի անեծքներն է հիշում աղունն ու խեղճ ու խաբված տղամարդկանց խորհուրդ տալիս։ Գնում ես աղջիկ ուզող, ռավոդը գնա վաղը աղջիկյանցը տես քնատիղի դուր վերին կերիմ։ Այն դու հվանի, թե չերեն Հարամ քակու գորախնեն քսամ այն աչքերն ու ես իմենի չեր անամ պրոշնեն հստացնեմ վայ երբ տունը կանտվի այդ ուխացեք Ծաթերեցի գեղեցկուհին կյանքում մի հասարակ շրթներքն ինչ է, որ չի քսել երբեք ու երբեք գեղեցկանալու հնարքների չի դիմել, թեպետ այն ժամանակներում էլ ինչ-որ բաներ կային, ինչ կամ ասել է ինքն իրեն ու բոլորին, բայց օրծերության ավելի կոնկրետ, 80-ից հետո միտքը փոխել է որոշել ներկել վարսերը։ Ներկն էլ սխալվել եմ, կոշտացել իմ մազերս են չէր, սիրուն լաղը փափուկ մազեր էր, հմի կոշտ միելտեմ ես բզբզեց, ոնց ուզում ես սանդրեմ, չի սանդրվում, բայց ընդով սիրուն, լավ սանդրեի, մի երկու եկ հետ էլ բանեմ այլ կտրել եմ ենքամ երգար էր թենխի չծախեցին դով, տվի ես, ընդով արծախային ոչ։ Հիմա է, որ գեղեցկության անունի տակ ինչ ասես, որ չեն անում, ասում է բարկացած տատը, իրենց ժամանակ միայն շրթներ, են էլ ծնողների, եղբայրների, հորեղբոր ու մորեղբոր տղաների համաձայնությամբ ու թույլտվությամբ։ Կարմիրը չեմ սիրել բոշի ոռա։ Չասե գոշաշեմ, ուրխացնում եմ ես։ Ես մի անդեր երկու բանը ամբոջ երկրագունդը միջինա, բուզմ ես ինչ լեն, գլուխն են խոտած, հան են գլխնին հտյան։ Ես չգիտեմ այդ ջոջերը ինչ է, այդ մենց ջոջերը, որ ինչ ասես անում են։ Տներ ենք հանդեմ, հերիքա բոլա։ Հեռախոսը որ չի լիս, կան բանը չեն իմանան, սիրտներուն չի բանելի, հուզվիլ չեն, իմանալ չեն, մտածիլ չեն, միա միտ կմնան, գոնա կապրեն մի քանի տարի, իսկ միամեն ինչ իմանում են, որտեղից որդի արտասահմանյան բաները բերում են մեզ, ինչ պետք է նրանց բաները, ուր են բերում, մենք են աստի խալխուլ ապրում էինք։ Անտեր հեռախոսները քիչ էին, հիմա էլ Թումանյան եկած զբոսաշրջիկներն են ըստ տատի արատավոր բարքեր բերում ու ոտից հանում միամիտ աղջիկներին։ Էլ շորերով շներ, էլ բաց դոշեր ու ոտքեր, աղուն տատը տեսնում է այս ամենն ու ինքն իրեն բարկանում։ Ռսների ցեղը կտրի, բերին ստի լցրին, ծաղի ձորը, մեր գյոզալը ծաղի ձորը փչացավ, լրիվ փչացրին։ Ով ասես գալիս են, շները հետներ են, մի վագոն շուն, ու է։ Ենա մենք շուն ենք էլի տեսնի, կամ մեր ինչին է պետք է շունը։ Ես իմ խեն գալիք գլանդ գլխներին, մինը չի, երկուսը չի, 7-8 շներով, ու է, կատու եմ պահամ, շուն եմ պահամ, ապրեցեք, այդ անդերնին վերացրեք։ Մի քիչ անհանդուրժող, իսկ ինչպես տատն է ինքն իր մասին ասում, գեշ բանը չսիրող աղուն տատը 84 տարեկան է, ամենաշատը 64-ի տեսքով ու հոգով, ուղիղ 30 տարի Թումանյանի բանավանի տատի խոսքով 25 կոյկանոց հիվանդանոցի միակ ու անկրկնելի խոհարարն է եղել, որի եփած ճաշերի անմահական բույրը տարածվում էր ամբողջ Թումանյանում ու քիչ էր մնում առողջնել հիվանդանոց ընկներ աղունի ճաշերի համար, իսկ շատ հիվանդներ էլ բուժվում ու կազդուրվում էին իր ճաշերով, տեսքը տեղը, շնորհքը, ամեն ինչը տեղն էր, բայց կոշկակարամուսինը մեկ-մեկ Լևի պրավի էր անում։ Մեռած սիրուհիներն էլ համբերության համար, որպես շնորհակալություն տատի համար տեսակ պրավիզներ էին ուղարկում նվերի տեսքով։ Դե իհարկե հպարտ տատը մերժում էր։ Ամուսինը հո փոխանակման առարկա չէր, իսկ սիրտն էլ հանգստացնելու համար իր մեթոդն ուներ։ Աներես սիրատոչորներին զանգում ու հեռախոսի լսափողի մեջ փչում էր, այսինքն թե տեսեք, մենք ամեն բան գիտենք։ Խանդել չէր, բայց ինքը լավ ֆռռում էր, լավ էր մանկալի։ Դա ավել թիկեն ասում են մատչիկի, ավել թիկեն ինչ կլի, փորձի ծագում թե ոնց, տո բրանցրել էր, տո ինչ ասես անել, տո հեռախոսով խոսել երգար հետ, տվյալ անձի հետ հեռախոսը, շուտ վեդն է առանց խոսալ։ Տու զանգեին իրանք, պապին ուզերին։ Իրանք չէ, ես զանգեի հետ, հետ որ մաներ գարի։ Զանգեին ինչ անես։ Անհանգստացնե էլի, զանգեի վեդնեի բաներան է, անխոսալամ։
Այնա թողնա դրապի։ Ինքան բաներ բերեր։ Դրանց հաշվին մեզ բերազնին շաշը այ։ Քեխի չին թունեի բերազնին։ Շպրտեի։ Գիտեի Ուտելիք բան որ հարգում էի բաներ երան մեզ չէի ընդունում շպրտում էի։ Զսվելի։ Լավ էլ ճաշակ ունեին մեռածներն, ասում է տատը, որ մերժում էր աներեսների նվերները։ Ինչքան էլ թե պապը ջահել ջիվան տարիներին հայտնի սրտակեր էր, բայց աղունը չի փոշմանել, որ հենց նրան է առել։ Ծաթերեցի գեղեցկուհուն ամուսնացնելու ասել է, թե երջանկացնելու գործը իրենց հարևանուհին էր ստանձնել։ Սա բաբովերի միկվանան չի որ իրան կընտրեն, իրան կուզեն։ Միամիտ երեխեք էին գազի ջան, հիմա որ ամեն ձևի հիմիկվա երեխեն ամեն ինչը գիտին, դու միամիտ 19 տարեկանից ամուսնացել եմ, միամիտ ձևով, ազնիվ, սիրտներուս մաքուր, իսկ մի չիմ խալխուլա, պապա, մի զուլումա, դու ասանիքին, լավն էին ոնց էին լիլտա ուրաղ ձևով, լավ պարելով ամեն ինչով, երջանիկ, հիմի տանում են մի բանի մեջ կողմ, նվակ հմյացնեմ, գլխահանանեմ օգմու, կան մեջ ես մեկի հետ մի բան խոսաս։ Պրծնում են ու ծրվում, դեգնա հարազատի տել չես կարամ, տենաս կամ մի բար խոսաս հետը։ Չէ, սա բան չի։ Աղունի հարսանիքը պատմելու բան չէ, տեսնել էր պետք ոնց են բորտավոյ, այսինքն բեռնատար 66-ի վարորդական խցում հարս ու փեսային մի կերպ խցկում, հյուրերին էլ կուզովում, թափքում նստած տանում կորած մոլորված ահնիձոր, բայց այն ժամանակ հիմիկվա նման չէր, որ չխքաչխ նկարեին ու նկարեին, չխ ասել է թե լուսանկարել չկար ու ամեն ինչ մնացել է միայն աղունի հիշողություններում։ Որ մենք մորս հետ խոսեի, ասեի այմամ, ենենց գեղա, որ պատկերացրու հավերին կուտեմ տալի ծիտել չկա, որ գա կուտն ուտի, հետա մնաց անդեր գեղեր։ Մաթևոսյաներին էր հարս գնացել ծաթերեցի աղունը, բայց Մաթևոսյանի աշնանարևի աղունի հնազանդությունը իրենը չէր ու չցանկացավ երկար մնալ կորած գյուղում։ Մինազու տուզանող սկեսուր ուներ 2 ամիս հետն ապրեց, հետո կոշկակար մարդուն վերցրեց ու հայդա քաղաք։ Բայց այդ 2 ամիսն էլ բավարար էր, որ զգար ահնիձորյան հարսների ծանր վիճակը։ Սկեսուր պառավն ամեն րոպե հարսին գործ էր դնում, էլ ոդ լվա, էլ ոտու մեջ կտրորի, ապրանքը շվարի, այսինքն կերակրի տակը մաքրի։ Ստիտերվորի ասերա, ստիտերվորի, տոմի, ստիմիլի, այքի տրվորիլը, մի հուպտահու, օթը տրծնի, ստիտերվորի։ Կեսուրս ասեր, կեսրարыз լավ մարդեր, համակիժնազ ոտ կնիկ էր, հող կակնիկ։ Աղունն ինքն էլ հարսի հետ չի ապրել, բայց հարս կեսուր հակամարտությունների մասին հազար ու մի պատմություն գիտի տատը, որը սուտ, որը չափազանցված, որն էլ իրական, բայց մի բան լավ գիտի, լավ հարսին վատանուն չի կպչի ասում է։ Ապրել չենք, բայց շատ լավ ենք ելել, կապված ենք ելել, գնացել, եկել, ամեն պրազնկի, ամեն բանի, նվերով, բանով գնացել եմ, աշխատել եմ թանկ բաները նրանց մատանեմ, ընդով մարդկություն կար, հմի չկա, հմի վերացել է։ Հմի դու էլ դավերիատ կորցրած է կարելի ասել, են հարազատ, ազնի մարդուն էլ չես հավատամ, հեգիտես էլ նայել ախապամ։ Իմացար, մեր հարևանին բան խոսում էին, ասեն, բան ամարցը տեցմա այսան, աղջ ասեի, եթե դու քու ամեն ինչը նորմալ անես, ճաշը տեփես պատրաստես, ամեն ինչը լսես ենթակալես, մարդը դգալդի քեզ վրա ինչի՞ խոսալ, հլեն են չեն խոսում, առիթալում որ խոսում են, ծաղում էին բրիս, ճիշտ չեմ ասում, հլեն են զեդևիտ չեն ընգնիլ, ուրեմը պիտանի չի, որ եդևիսն են ընգնում, նորմալ մարդու վրա չեն խոսում, ազիճան, ինչքան ուզում ես ինձ համոզացրու։ Աղունտատն իր հարսի հետ չի ապրել, բայց հայ մի հարայ հեռուներից կանչում են, տղան մի կողմից, հարսը մի։ Ոչ մի հավես էլ չունեմ, ոչ մի բան չեմ ուզում, չէ, միշտ էլ ասում ա տղես, արի մոտս, ասում չեմ գալիս եմ վրիտ դավես կա, մերլիս դա չեմ, ինչա, ընդիեղեց կաշտան բերենսի չէ, ես իմ տեղն ունեմ։ Հրեն իր ընկերուհիներն էլ հերթով ու անժամանակ գնացին, քանի անգամ են տատիկներով իրար մոտ սիրտ բացել, լաչար հարսներից բամբասել, բայց աղունն իր հետ կտանի բոլորի գաղտնիքները։ Ցմի չի ուզում են իրանց ասածովն էլի, բայց դու ետով ես էլ որ եկել ես այդ մեծերին ուզում ես իշխես, խելոք տիղդ կաց, կենեմ չեն դրամ էլ տենց հա։ Տղամարդն ավելի լավ են իշխում։ Եթե մի քիչ խելոք տղա էլա, վայ նրա մեղքը, գնա, բերեգիս, տիրա, դժարա, նեղությունը էլ է, ոնց եղելա դիմացել են, ասել են ամոթի խայթ են ունացել,
որ հանկարծ բաժանեն մեզ յետևից ասեն սենց անեցա իսկ քմի տշած ունենան բա մի թիվ չի այս հեռախոսնին ինչ բան եղավ դուս եկավ հեռախոսներն ասախ ամեն ինչ անեմ եթե սա չվերացավ ավելի խայտարակ բան դիլի բայց վերանալ էլ չշախ Հիմի մարդկանց են ուզում բան անեն ռոբոտ սարքեն վերացնեն մարդիկ ռոբոտնին գնան ճաշաները մատուցեն մել ինչ ես ուզում ազիջ ջան մի հետ կա էլի տենց արդեն հերթով բանին անեմ երեխեքին են արդեն դպրոցում սովորցնեմ ռոբոտ վայ մամա ջան սա երգից չէր աստվածն էլա խարաբել էլ տենը մեկ դժար է եկել բոլորին օրվա մեջ 30 ձևի փոխվում է ոնց որ մարդիկ են Վայ մի ժամանակը հետ տալու հնար լիներ ու այս խուժանդարում ապրեր սկեսուրն ասում է աղունը Հիմիկվա հարսներին տեսնում ու ով գիտի են անտեր գնացած տեղը քանի անգամ է շուռ գալիս պառավը շարունակում է տատը Իմ կեսուրն ասել լոդրը ասել Ինչա են քնած մարդ ունել բնացներ վիկասներ բնացներ համ դուրալու էր համ էլ մի որ մտածում եմ ասում ճիշտ արել ամեն ինչն է սվորցրեց երեխեքին երեխեքը գիտեն որտեղ ինչ անեն ինչ անեն իսկ մի երեխեն ինչ անեմ ոչ մի բան է թերախոսը նա մեջը մտած գլուխը կողած այդ թերախոսն է դրանց էլ ուրիշ ոչ մի բան ֆիզիկապես բան չեն դիմացկուն չեն շուտ հիվանդանում են բաներն անեմ հիվանդ ով է հիվանդ ես երեխա տանեմ հիվանդանոց բան իր երեխեսել մինը մնից մի տարով են մեծ այտենց իրար հետևից բերել եմ բայց պահել եմ շատ նորմալ ամեն ինչով Աղունն իրար հետևից բարուրները գրկած գործի է գնացել գիշեր ցերեկ անքուն ապրել բայց սիրտներն ուրախ էր Ես մարդկությունն ես ոնց վերացավ ոնց իրարից հեռացան թշնամի են դարել մի այց հավատ տանեմ սա բանա Առաջ դուս էինք գալի մեր ես փողոցը մեկը ստանից մի ուտելու բանը մի որևէ բան մինը կարտոշկա մինա են Գնենք վակվեինք, սիրին ուտեինք, խմեինք, տաշիտուշ անեինք, պարգայինք ու ուրախ էինք, իսկ մի մեռած են, փողոցում մարդ չես տենալ, դուս ես գալի տեն մեզ մարդ չկա, տանն են, կամ հեռախոսի միջն են, կամ տանն են, կամ տխուր են, ես շատ գիծեմ, չգիտեմ Տատը գրողի տարած հեռախոսներից իրեն հեռու է պահում, բայց անտեր հիվանդությունները չգիտես որտեղից եկել ու կպել են տատի։ Բայց իր ջահել ու սիրուն տեսքին խափնվում են ու չեն հավատում, թե տատը հիվանդ է։ Այն ինձ հավատում չեն դրամա, հավատում չեն որ հիվանդ եմ։ Ույն ասում չեն հավատում։ Մերոնք էլ չեն հավատում, որ ես ի վիճակի չեմ, աղջ ասում եմ, հանձս եմ ունում, ես էլ ի վիճակի չեմ։ Հա մեծացել ես, որ մեծացել եմ, սենց տանջվեմ Այնա գնամին աշխարհավելի չի ճիշտ։ Բա ոնց գնաց դեռ վախտը չի։ Վախտն անցել է կացել։ Եթե կնիկը 60-ին հասավ, 60-ից հետո էլ պիտանի չսլմի, ոնց ուզում ես հաշվի, հա։ Ինչ։ Տատին հակադարձում եմ, թե Եվրոպաներում 60-ից հետո կյանքը նոր է սկսվում։ Ճամփորդություններ, գուցե սիրավեպեր, նոր հոբիներ, աղուն տատն էլ պատասխանում է։ Գլուխն ու քարն տալի մադյա։ Գնան ամուսնանան 10 հատ մարդուզեն։ Ումա պետք է։ Տատինը մի սեր էր ամբողջ կյանքի համար, որ 15 տարվա բացակայությունից հետո ամեն օր հիշեցնում է իր մասին։ Սրան նրան բերե ուտե խմեն քեֆանային խմող մարդեր միջայլոց։ Շաբաթվա մեջ մի օր լուրջ կլեր, բայց վնասատու չէր։ Այդտեղից ավելի բան չէր էլի։ Ամուսնանալուց առաջ իմանար, որ պապը խմելու հետ սեր ունի, երևի թե փոշման էր տատը, բայց արդեն ուշ է, եղածը եղած։ Բախտից տատը դժգոհ չէ, առանց ուրճի բաժակով բախտ նայող տալերոջ ասելու էլ պարզ էր, աղունը բախտավոր էր։ Խեղճ տալս, աղջիկ ուներ վեդի ամուսնացած, վակ հեր գներ, ընդի մասուրա բանա, ամեն ինչը տանիր, գներ ընդիղ բաժակին նայեր, հրևանները հվակվում էին, նայեմ էր, աշխարի ելածը հվակած բերեր, էլ դամաշնիկ, էլ կալգուտկա, ես իմ ինչեր ամեն, ասել ես ձեր հարիվ ինչն եմ ասել, ոնց էլ հվատում եք, բանա կոֆյա են ամիզատ, ռևում էլի, նայեմ ես մի բանին նմանալ եմ։ Ոչ մի գուշակության էլ չի հավատացել աղունը, ապրել է լավություն անելով ու վատն անտեսելով, սիրվել ու սիրել, ինչ կամ եմ ասելով։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Թումանյանից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։